2025 թվականի հունիսի 30-ից սկսած Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու համար առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները, այդ թվում Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիները, պետք է սահմանային հսկողության ժամանակ ներկայացնեն QR կոդ։ QR կոդը ստանալու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել պետծառայության RU-ID հատուկ հավելվածում։ Հավելվածում անհրաժեշտ է գրանցվել Ռուսաստան մուտք գործելուց առնվազն 72 ժամ առաջ։ RU-ID-ում պետք է ստեղծել անձնական հաշիվ, ներբեռնել լուսանկար, մուտքագրել անձնական տվյալներ եւ լրացնել հայտ նշելով ուղևորության նպատակը եւ մնալու ժամկետը։ Դրանից հետո RU-ID հավելվածը թույլ կտա օտարերկրացիներին նախապես տեղեկանալ, թե արդյոք նրանք գտնվում են այսպես կոչված սև ցուցակում, որն արգելում է մուտքը Ռուսաստանի Դաշնություն։ Բացառիկ իրավիճակներում, ինչպիսիք են շտապ բուժում, ծանր հիվանդություն կամ մոտ ազգականի մահ, հայտը կարող է ներկայացվել մուտքից առնվազն 4 ժամ առաջ։ Ովքեր են ազատվում QR կոդ ներկայացնելուց։ Բելարուսի քաղաքացիները, դիվանագիտական անձնակազմը եւ նրանց ընտանիքի անդամները, 6 տարեկանից փոքր երեխաները, 6-ից 18 տարեկան երեխաների համար հայտը ներկայացնում են ծնողները կամ խնամակալները։ Վիզայով ժամանակավոր բնակության թույլտվությամբ կամ մշտական բնակության իրավունքով մուտք գործող անձինք։ Նոր համակարգի նպատակներն են միգրացիոն հոսքերի վերահսկում, պաշտոնական փաստաթղթաշրջանառության պարզեցում, անօրինական միգրանտների հայտնաբերում, ապագայում աշխատանքային թույլտվությունների ձևակերպում եւ մնալու ժամկետի երկարացում։ Սակայն գրանցումը չի տալիս Ռուսաստան մուտք գործելու 100% երաշխիք։ Վերջնական որոշումը կկայացնեն սահմանային ծառայության աշխատակիցները անցակետում։